Ինձ մոտ եկեք հրավերը բազմիցս մեզ տրվել է Փրկչի կողմից, սակայն ինչ է դա նշանակում։ Ինչպես կարող են գալ դեպի Հիսուս Քրիստոսը։ Մենք սովորում ենք Սուրբ Գրություններից, որ գալիս են Քրիստոսի մոտ ապրելով նրա վարդապետությամբ։ Դա մի պարզ ծրագիր է, որն օգնում է մեզ կառուցել մեր հարաբերությունը Փրկչի հետ։ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է և նա եկավ աշխարհ մեզ համար։ Նրա նպատակն էր փրկել ողջ մարդկությունը մեղքից ու մահից իր հավերժական զոհաբերության միջոցով։ Նա վճարեց մեր բոլոր մեղքերի համար Գեթսեմանի պարտեզում և խաչի վրա։ Երրորդ օրը նա հարություն առավ, ջարդելով մահվան կապանքները և բացելով հարության ճանապարհը բոլորիս համար։ Որպեսզի ստանանք Հիսուս Քրիստոսի խաղաղության, զորությունն ու փրկության օրհնությունները, նա սովորեցրել է մեզ 5 պարզ քայլ։ Առաջին, մենք պետք է հավատք ունենանք առ Հիսուս Քրիստոս։ Դա նշանակում է վստահ լինել, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է և որ նրա միջոցով մենք կփրկվենք։ Հավատքը գործողության ու զորության սկզբունք է։ Մենք զարգացնում ենք հավատքը գործով, կարդալով Սուրբ Գրությունները, աղոթելով և առաջ շարժվելով, նույնիսկ երբ ամեն ինչ չգիտենք։ Հավատքն առ Հիսուս Քրիստոս առաջնորդում է մեզ փոխել մեր կյանքերը կամ այլ կերպ ասած ապաշխարել։ Ապաշխարությունը գեղեցիկ և ուրախ պարգև է, որը թույլ է տալիս մեզ հեռանալ մեղքից և ավելի լավը դառնալ։ Երբ մենք խոստովանում ենք մեր մեղքերը Տիրոջը և ձգտում ենք ավելի լավը դառնալ, մենք զգում ենք ներման ուրախությունը և խաղաղություն, ինչպես նաև տեսնում ենք, որ մեր կյանքն ավելի համահունչ է Տիրոջ օրինակին։ Երբ մենք ապաշխարում ենք, պատրաստվում ենք կապել մեր առաջին ուղտ Աստծո հետ, որը մկրտությունն է։ Մեզ պատվիրված է մկրտվել այնպես, ինչպես մկրտվել է Հիսուս Քրիստոսը։ Մենք հատուկ խոստում ենք տալիս Աստծուն, որ միշտ կհիշենք նրան և կպահենք նրա պատվիրանները։ Մենք նոր կյանք ենք սկսում Քրիստոսով և կարողանում ենք մաքրվել մեր մեղքերից և ստանալ Սուրբ Հոգու պարգևը։ Սուրբ Հոգու պարգևը թանկարժեք պարգև է Աստծուց, որը ստանում ենք մկրտությունից հետո։ Ձեռնադրմամբ մենք ստանում ենք Աստծո Հոգին միշտ մեզ հետ ունենալու արտոնությունը, քանի դեռ արժանի ենք։ Սուրբ Հոգին այնուհետև կարող է սրբացնել, առաջնորդել, զգուշացնել և մխիթարել մեզ մեր ողջ կյանքի ընթացքում։ Մկրտվելուց ու Սուրբ Հոգու պարգևը ստանալուց հետո մեր պատասխանատվությունն է շարունակել քայլել Ավետարանի ճանապարհով մինչև մեր կյանքի վերջը։ Մենք պետք է շարունակենք հավատ գործադրել, ամեն օր ապաշխարել, ընդունել հաղորդությունը, նորացնելու մեր մկրտության ուղտերը և արժանի լինելու Սուրբ Հոգու ընկերակցությանը։ Մկրտությունը մեր վերջնական նպատակակետը չէ, այլ մեր նոր կյանքի սկիզբը, որը լցված է հույսով և սիրով, երբ մենք ավելին ենք սովորում մեր Փրկչի մասին։ Մեզ շատ օրհնություններ են խոստացված մեր կյանքում, եթե շարունակենք ապրել ըստ Հիսուս Քրիստոսի ավետարանի, որը կօգնի մեզ և մեր ընտանիքներին հաղթահարել կյանքի մարտահրավերները։ Ապրելով այս սկզբունքներով, որոնք են հավատք, ապաշխարություն, Սուրբ Հոգու պարգևի ստացում և համբերել մինչև վերջ, մենք կտեսնենք Տիրոջ ձեռքը մեր կյանքում։ Մենք ավելի հեշտ կհաղթահարենք մարտահրավերները և կարող ենք կատարյալ հույս ունենալ մեր Փրկչի և նրա կավի զորության հանդեպ։